Դուք սկսում եք, մենք ավարտում։ Իրանի թշնամիներին սթափեցնող ուղերձը հայտնվել է Թեհրանի կենտրոնական հրապարակում 3 լեզվով՝ պարսկերեն, անգլերեն, եբրայերեն։ Որմնանկարում պատկերված են Իսրայելի քարտեզն ու կրակն արձակելու կոճակը հրթիռների ու դրոնների նկարներով։ Չնայած դիվանագիտական ջանքերին, պատերազմի վտանգը շատ մեծ է, ասում են իրանցիներն ու վստահեցնում, առճակատման դեպքում հաղթանակած են դուրս գալու։ Իսրայելի ու Միացյալ Նահանգների նպատակն իսլամը ոչնչացնելն ու քայքայելն է, սակայն 12-օրյա պատերազմի ընթացքում նրանք հասկացան, որ Իրանը ուժեղ է թե կրոնական և թե մուսուլմանական աշխարհում իր դերով։ Այդ 12-օրյա պատերազմը ջախջախիչ պատասխան էր նրանց։ Համաշխարհային զարգացումներն ու մեր դեմ ուղղված սպառնալիքները նորություն չեն։ Այս պատժամիջոցները եղել են տարիներ շարունակ։ Մեր ժողովուրդն ու երկրի զինված ուժերը պատրաստ են թշնամու դեմ ցանկացած առճակատման։ Եթե պատերազմ լինի, Իրանը հաղթելու է։ Ազատության 47-րդ գարունը խորագրով միջոցառումը նվիրված է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին։ Իրանցիները հայտարարում են, որ իրենց գաղափարախոսությունից ու նպատակներից չեն շեղվելու սպառնալիքների կամ պատժամիջոցների ճնշման տակ։ Համազգային տոնի նախօրեին Իրանի հոգևոր առաջնորդը կոշտ ուղերձ է հղել արևմուտքին։ Ամեն տարի փետրվարի 11-ը Իրանի ժողովրդի ուժի և արժանապատվության բացահայտման օրն է։ Այդ օրը Իրանի ժողովուրդը մեծ հաղթանակ տարավ։ Ժողովուրդը կարողացավ փրկել իրեն և երկիրն արտաքին միջամտությունից։ Այդ օտարերկրացիները միշտ ցանկացել են վերականգնել նախկին ստատուս քվոն այս տարիների ընթացքում։ Ազգի ուժն ավելի շատ կապված է կամքի և դիմադրության հետ, քան հրթիռների և օդանավերի։ Փառք Աստծո, դուք դիմադրություն եք ցուցաբերել և ձեր կամքը ցույց եք տվել։ Ցույց տվեք այն կրկին տարբեր իրավիճակներում։ Հիասթափեցրեք թշնամուն։ Ալի Խամենեիի կոշտ հռետորաբանության ֆոնին Իրանի աշխարհիկ կառավարությունը ամերիկացիների հետ օմանյան բանակցություններն անվանել է միջուկային հարցի արդար, տրամաբանական ու փոխադարձաբար ընդունելի լուծման շատ լավ հնարավորություն։ Կարծում ենք, որ ներգրավվածությունն ու երկխոսությունը տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու միակ կայուն ուղին են։ Մեզ համար ընդունելի և ողջունելի է ցանկացած բանակցություն, որը հիմնված է միջազգային իրավունքի, արժանապատվության, ազգային ինքնիշխանության հարգանքի վրա։ Միջուկային հիմնահարցի լուծման միակ ճանապարհը մնում է բանակցությունը, ընդգծել է Իրանի արտգործնախարարը, հավելելով, որ կա դրան հասնելու խոչընդոտ։ Ցավոք կա անվստահության շատ մեծ պատ, որը բխում է Միացյալ Նահանգների վարքագծից անցյալ տարիներին և նույնիսկ անցյալ տարվա ընթացքում։ Մենք նախկինում բանակցություններ ենք վարել, երբ մեր դեմ ագրեսիայի գործողություններ են իրականացվել։ Արաղչին երկրի ատոմային ծրագրերի շուրջ բանակցությունների ներկա վիճակը քննարկել է նաև թուրք պաշտոնակցի հետ։ Միաժամանակ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին ասել է, որ Իրանը պատրաստ է դիտարկել ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները չեղարկի պատժամիջոցները։ Մեկնաբանելով միջազգային վերջին զարգացումներն ու Իրանի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան, Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ այցը ցույց է տալիս հարևան երկրների հետ գործակցելու և բոլոր ոլորտներում վստահությունն ամրապնդելու Թեհրանի վճռականությունը։ Էսմայել Բաղայիի խոսքով Կովկասը կարևոր է Իրանի համար, իսկ տարածաշրջանի խաղաղությունը խաղաղություն է նաև իրենց համար։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։